Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ընտանիքի հայրը գնում է կազինո, ամեն ինչ կրվում է, ասենք տան միջանցքը, բակը, չգիտեմ, իրեղենները, կահույքը, ամեն ինչ կրվում է ու որպես պարգև, որպես շնորհակալություն, ասենք կազինոն իրեն տալիս է մի կիլո ծավար։ Բերում ա տուն, ասում ա կրվել եմ, բայց այս ծավարն էլ նվեր են տվել, էլի։ Հիմա ծավարը հա տան մեջ պետք կգա, բայց մեծ հաշվով կրիտիկական չի, էլի, ասենք այդ ծավարի չլինելը համեմատած մյուսների չլինելուն, որևէ էական ազդեցություն չի թողնում այդ ընտանիքի կենսագործունեության վրա։ Հիմա նույն պատմությունն է, պատկերացնում եք, ասենք Ռուսաստանից մենք ցորենը ստանում ենք Վրաստանով, երբևիցե խնդիր եղել ա այդ ցորենը ստանալու հետ կապված չի եղել, չէ՞։ Երբևէ չի եղել, բացի կարծեմ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ մի կամուրջ պայթեցրեցին, այդ կամուրջի վնասված լինելու պատճառով դիզվառելիքի եւ կարծեմ ցորենի առումով այդքան համոզված չեմ, մենք մի փոքր այստեղ զգացինք, ճգնաժամ եղավ, բայց մնացած առումներով չի եղել։ Հիմա իրենք ասում են նույն ռուսական ցորենը երկաթգծով գալիս է բան Հայաստան, այս դեպքում Ադրբեջանով ու այդ ներկայացնում են մեզ որպես խաղաղության